Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթոնը Բաթումիում ունեցած մամլո ասուլիսում Վրաստանի կառավարությանը կոչ է արել օրինակելի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնել եկող հոկտեմբերին եւ 2013 թվականին։ Նա հստակ է դարձրել, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ ժողովրդավարությունը Վրաստանում ամրապնդվի Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարության երկրորդ շրջանի ավարտից հետո էլ, դիտել տալով, որ Վաշինգտոնին անհանգստացնում է այն հավանականությունը, որ Սահակաշվիլին կփորձի կրկնօրինակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունը իր ձեռքում պահելու նպատակով։ Ոմանք նաև քննադատում են Սահակաշվիլիի քաղաքականությունը, որը 2008 թվականի օգոստոսին հանգեցրեց ռուս-վրացական պատերազմին եւ որի հետևանքով Ռուսաստանը Հարավային Օսիան եւ Աբխազիան անկախ հայտարարելով ռազմական ներկայություն հաստատեց այնտեղ։ Վերջին 20 տարիներին Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը խիստ կարևոր է եղել մեր գոյության պահպանման եւ հաջողության շարունակման համար, ասել է Միխայիլ Սահակաշվիլին մամլո ասուլիսում։ Սակայն Միացյալ Նահանգները մտահոգված է, որ Սահակաշվիլիի գերիշխանությունը կարող է դժվարացնել նոր ղեկավարների ընտրությունը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական եւ 2013 թվականին նախագահական ընտրություններում։ Կովկասյան շրջագայության ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդիպել է նաև Վրաստանի ընդդիմության 5 անդամների հետ մրցակցային ընտրությունների ամերիկյան ցանկությունը արտահայտելու համար։ Քլինթոնն ասել է, թե Ռուսաստանի զորավարժությունները, որոնք ըստ ծրագրվածի տեղի ունենալու Վրաստանի խորհրդարանական ընտրություններին զուգընթաց, ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն չպետք է գործեն։ Ամենակարևոր իրադարձությունը ոչ թե զորախաղերն են, այլ Վրաստանի ներսում աշնանը կայանալիք ընտրություններն են, որոնց ընթացքում Վրաստանի ժողովուրդը իր կամքը թելադրելու հնարավորությունը կունենա, ասել է Քլինթոնը։ Քլինթոնի այցը Բաթումի մասամբ շեշտում է Աբխազիայի կամ Հարավային Օսիայի ու Բաթումիի միջև առկա տարբերությունները։ Բաթումին 5 աստղանի հյուրանոցներով լի ամառանոցային աշխուժ քաղաք է, ուր Միացյալ Նահանգների անշարժ գույքի միլիարդատեր Դոնալդ Թրամփը ծրագրում է նոր ներդրումներ կատարել։ Քլինթոնը չորեքշաբթի օրը հանցեկացնելու Բաքվում եւ իր շրջագայությունը ավարտելու է Ստամբուլում հունիսի 7-ին, ուր նա կմասնակցի հակաահաբեկչական հարցերով խորհրդաժողովի եւ Սիրիայի շուրջ կխորհրդակցի թուրք պաշտոնյաների հետ։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։